Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ձեր թույլտվությամբ մի քանի շատ կարևոր ուշագրավ բաներ կա, ես ուզում եմ փոխանցել մեր հետևորդներին Եվ այսպես շատ կարևոր է Ֆրանսիայի սենատը երեք միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։ Հայտում է ՀՀԴ բյուրոյի անդամ Ֆրանսիայի կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Լորան Ֆակլեի ներկայացած բանաձևն, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբ 183 ներկայացուցիչները ստացել են 183 կողմ ձայն։ Մենք զրո ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում գրել է Փափազյանը շատ ուշագրավ եւ կարեւոր բան է նույն թեմայի շարունակությունը ուրեմն Դիվենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայերի գերիներին ազատ արձակման հարցը Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության պարբերական անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Դիվենսի Հայաստանի եւ Ադրբեջան առաջիկա այցին եւ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդրին պարբերական ուշագրավ է համարել այս ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան այն իրավիճակում, երբ կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգեվոր առաջնորդներ Հռոմի Պապ Լևոն 14-ի կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա հայ բանտարկյալներին ազատելու համար։ Հոդվածագիրը մեջբերում է հոգեվոր հայերի նամակից մի հատված, որտեղ նշվում է գերիների ընտանիքների հետ հաղորդակցություն, որն առանց այդ էլ սահմանափակ է, ավելի խաթարվել են անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր խաչից, նրանք քրիստոնեական հավատք եւ այլնի բաների ասում առաջկա եւ նրանք կոչ են արել եւ ամեն ինչ ասում եմ կոչ են արել, որ տարբեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ազատ արձակվեն գերիների հարցը, ես մի քանի օր արդեն խոսում եմ այս մասին խաղաղության ֆոնին հիմա էլ հանդիպում կայացավ, այդ հանդիպումը ավարտվեց լայն բանը ժպիտը դեմքին մոլորեցնելով մեր հանրությանը, որ գնում են խաղաղությամբ, բայց շարունակում են մեր գերիները մնալ Բաքվի բանտում, չնայած չկարելի հոգնել եւ անընդհատ պետք է կրկնել, որ այսօր երկու տեղ են մեր երևելի մեծ հայերը բանտված, մեկը Բաքվի բանտում եւ շարունակում են խոշտանգվել եւ մյուս մասը մեր սրբազանները, քաղաքական հայտնի գործիչները եւ նաեւ ձեր գործընկերը թիմակիցը շարունակում են խոշտանգվել բառիզբուն իմաստով Երևանի բանտերում։ Խնդրեմ գերիների թեման եւ այս ամենը այդ սատանաների, դիվահարների, այդ DJ-ների, այդ խրախճանքի, ցկցկոցի, այս ամեն ինչի ձայների ներքո, խնդրեմ։ Նախ ասեմ, որ շատ ճիշտ եք նկատել, այդ ամբողջ ժողովրդավար, չգիտեմ ինչ միջազգային կառույցներից, դրանց ներկայացուցիչներից մնացել է լայն ժպիտը։ Մենք ընդհանրապես տեսել ենք, որ այստեղ Հայաստանում էլ չէ, այդ դեսպանատները, որոնք գործում են եւ որոնք իբր դավանում են ժողովրդավար արժեքների կամ մարդու իրավունքների պաշտպաններ էին, դրանք այլևս ինքնաոչնչացվել են եւ այդ ինքնաոչնչացվածության մեջ մենք տենում ենք, որ իրենք երբեք էլ շահառուն չեն եղել մարդու իրավունքների, երբեք էլ այդ ժողովրդավար արժեքների պաշտպանը չեն եղել, նրանք ունեն իրենց շահերը եւ այդ շահերը առաջ են տանում։ Հակառակ դեպքում որովհետեւ ձայն կբարձրացնեին սրբազանների հետ կապված քաղբանտարկյալների Փառահեղը Թրամփն է, ոչ մի կապիկություն չանեմ, ուզում եմ, առևանգում եմ, ուզում եմ, վերցնում եմ, Կուբան շրջափակել է, նա սովի է մատնում, զանգել ասում է, ուզում ես սովի մատնում ես, Մեքսիկան փակել է, նա ոչ մի բան չի գալի, համաձայն ես, համաձայն չես, ավելի անկեղծ է, ասում է ուժեղ եմ եւ պիտի գրավեմ, վերջ։ Մարդ ես ուտում, մատը քո պրոբլեմն է, նավթը բան եղած չեղած իմ նա ինչ հարստություն կա, ես եմ որոշում, գազը տալիս ես, պայմանագիրը կնքում ենք, ես անում ենք, ճանապարհները չգիտեմ ինչ, ոնց որոշում եմ այդպես է, արդեն այդ վերջ, ասում եմ իմ մոլորակն է ձեռա տալիս, մնացեք, չէ՞ թողեք դուրս եկեք հենա մարսաբանը ինչ է, ուրիշ տեղեր գնացեք, այս մոլորակին ինքը տիրություն անում է, այդ ձևով է անում իշայրեն։ Ամեն դեպքում դե հելա եղած այդ ինչա, կառույցները կան, իբր կան եւ դրանք շարունակում են գործել։ Եվ հիմա դուք արանքում նաեւ արեցի, իբրև թե կոչ են արել, տեսնենք։ Չէ, դες այդ կոչերին էլ լուրջ չեմ վերաբերում, երբ ուզեր այդ նույն Թրամփը վարքյաններ էր տևելու, ով չի հասկանում, որ մեր գերիները
մեր ռազմագերիները վերադառնային։ Մի զանգով 100 բնականաբար 70 քաղբանտարկյալի միանգամից ազատ դրա ցանկությունը չունեին, կամքը չունեին եւ այստեղ էլ այդ բռնապետին սատարելը շատ զարմանալի է, բայց նաեւ հասկանում ենք, որ որոշ բաներ ծանոթանալուց հետո, որ սրանց համար Իրանի գործոնակա եւ Ադրբեջանը որպես գործիք նաեւ ուզում են բանեցնել այդ խնդիրների մեջ եւ այդպես նաեւ այդ ինչա ռազմական օթանավերի թրիչկա վայրեր են ստեղծել այն գոտիներում հենց, որը նրանք խլեցին մեզանից Արցախի այդ տարածքները, որոնք վերցրեցին, այսինքն նրանք կարողացան այս քաղաքականության ընթացքի մեջ, այդ նույն ադրբեջանցիները կարողացան իրենց շահերը գտնել եւ այդ շահերով շահեցին ամեն բան, ինչ հնարավոր էր։ Իսկ այստեղ որովե միտք չկար, ուժ չկար, սրանք ընդհանրապես մեզ տեղեկացնում էին, թե ում մեղքով սա կորցրենք, ում մեղքով սա չէ։ Արա բա դուք ինչի համար եք, գաք, նստեք այդ միլիոնները պարգևատրվեք եւ մեզ ընդհանրապես հայտնեք, թե ում մեղքով։ Բա դուք ինչի այնպես չեք անում, որ նման բաներ չլինի, չէ՞ તો հազարատ օրինակ են վերում բացի իրենցից իրենք բոլորին են մեղավոր ճանաչում, փաստը դա է, բայց հիմա նայեք, սա խոսում էր, ասում էր իմ թիկունքին ժողովուրդն է ժողովուրդ, հիմա մենք տեսնում ենք, որ ժողովուրդը չկա, իսկապես չկա, դուրս ես գալիս փողոց, հավյանքների տեղը տարավ, լրագրողը մոտենում է ավտոբուսի մի ավտոբուս ժողովուրդ ունի, որ տանում է այդ սատանաների բաների, պատարակների, որ տանում է այդ իրադավների այդտեղ տամ այդ ավտոբուս ժողովրդին հիմա պետք է երիտասարդները գային դիսկոտեկ չգիտեմ ինչ լինեն էլի այդ ժողովրդին լցրելա ծեր ահել ջահել լցրել այդ ավտոբուս ժողովրդին տանում մեջբերումները որ համացանցում պտտվում են ես այդ դաժան այդ սպանիչ ոչ մարդկային տողերը հիշեցի որ նոր դուք ասում եք այդ ցկցկումները մյուս թռիչքները թռչկոտելը թռիչքները չէ Ես հիշեցի հենց իր այդ սատանայիստի տողերը, որ ասում էր ամենասարսափելին այն է, երբ այդ զոհերը, այդ ողբը մենք խեղդենք այդ երաշտությունների տակ։ Եվ հիմա ինքը խեղդում է այդ ողբը, եթե փորձում է, այսինքն խեղդել եւ իրեն թվում է թե մի երկու դիշով կա, որ ուրիշ բառ չկա, հայերեն էժանագինը չի կարա բնորոշել։ Այն դիշով կեկին, ովքեր իրենց զավակների արյունն են ծախում, իրանք հատուկ են։ Դրանց երբեք չմասսայականացնեք եւ մի երկուսով հանգարտ փորձեք տպավորություն ստեղծել, որ իրենց ծնողները երբեք էլ չէ, անգամ այն դեպքում, երբ զավակներ են ունենում, թող շատ ծնվեն, բայց իրենք երբեք էլ չեն մոռանում, ուրեմն իրենց կորուստները երբեք էլ չեն մոռանում, որ սրանք պատերազմը մտածածին կերպով, դավադրաբար կիրառեցին, ստեղծեցին Եվ կարողացան ուրեմն այդ զոհերը տալ կանխավ իմանալով որ պարտություն է գրանցվելու եւ պատահական չէր հիմա որ վերանայում ենք այն խոսքերը որ հնչում էին ամբիոնից այս նույն պատկերն էր լինելու միայն առանց զոհերի մեկ արդեն պատերազմից հետո եւ հետո այն որ ինչը լինի մենք մեզ պարտված չենք ճանաչելու այսինքն սրանց համար պարտությունն էլ հաղթանակ է եւ ինչպես երկրի հակառակ կողմից եկած յուրաքանչյուրի համար Փեսլենկո դիշով կեկի համար յուրաքանչյուրի համար ինչի փողն է հաղթանակը սրանք կարողացել են մնալ իրենց դիրքերում լապել խմել շարունակաբար մեր զավակների արյունը այդ գինու բաժակները փողոցներում լցնել ու շրխկացնել եւ դրանով իսկ հանդերձ մոլորեցնել անդրությանը եւ իրենց ասացի պես այդ երաշտության ընչունների ներքո խլացնել այդ ողբը այդ կորուստների ցավը չի ստացվելու եւ այն որ ծիծաղելով երաբլուրը եք բարձրանում շունշան ворտիներ ես ծիծաղելով եմ գալու ձեր դատավարություններին ես գալու եմ եւ հասկանալու եմ ես փորձելու եմ տեսնել որ դուք ամենաճիշտ պատժին եք արժանանալու դուք ունենալու եք այն պատիժը որը հնարավորություն կտա մեր ժողովրդին շարունակել իր ներկայությունը մոլորակի վրա հակառակ դեպքում ձերպես դավաճաններին վերաշնչավորելուց հետո ոչնչանալու է ժողովուրդը եւ դա բնական ընթացք կլինի եւ ես այլևս չեմ էլ մտածելու որ մենք չհասցրեցինք աչքերը բացել մենք ինչը բացես ինչը ասես մարդը ասում է 10000 դրամ չեմ տալի որ չշշկրվեք արա որովհետեւ այնքան փող ունեք 10000-ն էլ տան լրիվ կշշկրեք չեք իմանա հացը առնեք կոմունալը մուծեք ավելի լավ չի սոված նստեք ցրտին մեռնեք գոնե հիմա մեջներդ ուժ կարակ եթե կփորեք ձեր փոսը հետո այդ փոսն էլ փորող չի լինելու որովհետեւ ձեզ որևէ մեկին դուք հետաքրքիր չէ սրանք հայկական արժեհամակարգից դուրս գոյանքներ են եւ այս հայտարարությունները որ լսում ենք դրանք մեկը մեկին գալիս են իրար են լրացնում ասում են դամբուլը որին հենց փող են տալի ասում է շնորհակալություն Ալիևին հələ տեսեք ինչ է ասում սրիկան
Տեսնում եք ինչ է ասում, շնորհակալություն։ Ասում է շնորհակալություն, որ կազմակերպեցիր, հարձակվեցիր Հայաստանի վրա, Արցախի վրա, հայոց տարածքների վրա։ Շնորհակալություն, որ զոհեցինք այսքան ուրեմն տղերքի, քաջերի եւ շնորհակալություն, բայց դա խորքային մի շնորհակալության մեջ բան կա, որովհետեւ սրանք կամակատարն են Ալիևի Էրդողանի, հիմնականում նրա համար, որ Ալիևը կարա, չէ, ասեր այդ պարագլուխներով էլ հավաքվեք, քամակներդ բաց, մի հատ լուսանկարվեք ու ուղարկեք ինձ։ Պետք է անեն, չէ, որտեվ ինչ ասում է անում են։ Բայց տեսեք չի ասում եւ դա շնորհակալություն է եղում դրա համար։ Հետո շուռ է գալիս տեղի գոյանքին է, չէ ասում, շնորհակալություն վարչապետ, դու ինձանից բարձր ես պաշտոնով ղեկավարը։ Դրան ինչ է ասում, նա էլ կարա, չէ ասի, արա փռվեք ասֆալտի վրա սողացեք, քփ եւ փողերի կույտերը պահի ասերը հասեք, որ կողեմ բերաններդ այդ բաները, դաստեկը գումարների եւ դա է, չէ ինքը հիմա անում, բայց չի ասում սողացեք, ասում է եկեք պարեք, զրվռացեք, բան արեք, փողնետամ գնացեք տուն քեֆ արեք։ Այս հարիֆներով են երեսի ժողովուրդ է։ Էսի ազգներ մենք նոր էինք դադարաններում ու զնդաններում հայտնվել։ Չկա նման ազգ։ Եվ այս պահին այո չկա, բայց կա հույսը։ Ընտրությունները շեմ է եւ ես տեսնում եմ որ դրա մասին խոսելը խաչի մարտիկ եւ ուրեմն լինելու է։ Մենք դրա մասին հիմա խոսենք, բայց ինչ եք կարծում, իրենք նախ հիշեցի որ կինո Մոսկվայի մոտ լուսահոգի Արմին Գրիգորյանն ասեց բոլորս հավաքվել ենք, որտեվ հրապարակում պիտի սիմֆոնիկ երաժշտություն հնչեր եւ այլն, հիշում եք այդ ինչ մի հատ ներքին մեծ ընդվզում կար դրա դեմ, որ դուք ոնց եք այս աղմուկով փորձում խլեցնել այն սարսափելի ցավը, որ մենք ունեցել ենք իմիջիալոց այդ ժամանակ մենք այդ 10,000 զոհերի մասին գիտենք, բայց հələ դեռ չգիտենք, որ արժևում վերջնական Արցախի կործանումն է դրված, որ դեռ դրված է Հայաստանի Հանրապետության տարածքներից պիտի հանձնեն, բարձունքները պիտի հանձնեն, դեռ Սյունիքում ինչքան կորուստ պիտի ունենանք, ինչքան զոհեր պիտի լինեն, ինչքան մասնատված կանայք պիտի լինեն, ինչքան գլխատված երեխաներ պիտի լինեն, ծերեր պիտի լինեն, ինչքան գերիներ պիտի ունենանք, հələ այդ ամեն ինչը չկար, բայց այն ցավը կար, ասում են մի Գեգամ Նազարյանը գնացել էր կինո Մոսկվայի մոտ քաշքշում էր այդ երաժշտությունը, դասական երաժշտություն էին նվագում, որ էս ինչ եք անում։ Մեկ է տեսնես նախ այդ մարտիկ հայտնվում են այդտեղ, բացի դրան ձեր կարծիքով հիմա որ այս DJ-ական այս բաները ինչա կոչում է երաժշտությունը, դիսկոտեկեր բան որ անում են, իրենք լրացնում են, կարողանում են լրացնել խաչիկ։ Երբեք չեն կարող, իրենք ընդհանրապես իրենց յուրայիններին ցույց են տալիս, որ տեսեք ամեն ինչ նորմալ է, մենք թռչկոտում ենք, միլիոնները այս ժողովրդին խաբել, զավթել, վերցնում ենք, միլիարդավոր դոլարների պարկը սրանց վզին դնում ենք եւ էլ սա շարունակում ենք ասել հարկատունա հերոսը, որովհետեւ այո, այս պայմաններում եթե մարդը հարկա տալիս դավաճանախումբ սնելու համար, դա հերոսություն է, դա հերոսություն չի, դա աղմաղություն է, կամ չգիտեմ ինչ բառերը երևի դեռ չկան, որովհետեւ նման բաներ մենք պատմության մեջ չենք ունեցել, հիմա կա եւ դրան հարիր բառեր երևի կհորինվենք, կկիրառվեն, երբեք էլ չի հաջողվելու։ Գիտեք, ես հիշեցի մի բան, մենք մի միջոցառման էինք շատ հեռու անցյալում չէր Կարին Տոնոյանի հետ, ես ասացի մեզ էլ սպանեց այս Նիկոլիկը իր քպիկներով, մեզ էլ սպանեց, ասաց վա ինչ ես ասում, Երանի չէր սպանել, մենք ավելի շատ վատ վիճակում հայտնվեցինք եւ իսկապես էլ ես հասկացա, որ մենք ավելի վատ վիճակում ենք ծնողներով հայտնվել, նրանք ովքեր հասկացան թե ինչպես է ստրիկայախումբը, այս դավաճանախումբը, այս վամպիրների բանակը խմեց մեր զավակների արյունը եւ ինչպես հիմա թռչկոտում է մեր ցավի վրա, մեր վերքի վրա, то ինչի՞ չէ մեր զավակների դիակների վրա հենց հիմա։ Նրանք այդ անմահության խորհուրդը չեն կրում, իրենց մեջ չկա։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ծաղրում են ամեն ինչ։ Նրանց համար չի ծաղրվում միայն փողը։ Վերջերս դրա աղջիկն է, չէ, հայտարարություն անում այդ երեխան, ված շրջապատ անգե, պիտի տիրություն անենք։ Չի կարելի թողնել, որ հա, այդ սերունդը չպիտի թողենք փչան ասում է մարզվում ենք, ասում են, քեզ պետք է մարզվում ես, բայց որ օրերով կլաբներում խմում ենք, մեկը չի ասում, ես ամեն օր խմում եք։ Այսինքն, եթե այդ միջավայրի մեջ ես, այդ վատ շրջապատի մեջ ես, բնականաբար դրանք մարզվել է սխալ պտի համար են, խմել է ճիշտ։ Եվ դե տեսնենք դիպ անգամ իր ընտանիքի անդամներին պիտի կարողանանք այդ սատանիստներից փրկել եւ ինչպես այ դուք հիմա հիշեցիք Խաչիկ Գալստյանին, քաղ բանտարկյալ Հայրենիք Կուսակցության ուրեմն շտաբի գլխավորը, որ նաև Էջմիածինյան մասում կարողացավ շատ լուրջ աշխատանքներ կատարել, նաև ծանոթության իմաստով ես ասեմ այդպես լուրջ չընդունան իմ հայրենակիցները, թե գիտեք, այսպես այսքան միավոր, ես ասել էի, որ մենք հաղթացանք մեր կենսագրությամբ, ես այդ քվեներին նայողը չէի եւ եթե 10 հոգի էլ իմ հետևից գալու էր, այդ 10 հոգին արդեն շատ էր, հələ հիշեք Աստվածաշնչում արդեն հասել էր այնտեղ ասում էր, որ մի հոգի էլ մաքուր է լինի, չեմ կշտանալու, բայց քան եկա Աստվածաշունչ մի բան ասեմ, նոր շարունակեմ,
Մենք բոլորս այդ նույն նավից իջած մարդիկ ենք, եւ եթե փորձում ենք այստեղ էս գտնել, ընդեղ են գտնել այս խեղճ ժողովուրդը հավատում էր թե գիտեք, հեսա եկել են փրկիչներ առաջ այդ նույն նավից իջած ժողովուրդը, դրանք տարբեր չեն լինում, ուղղակի մեկի մեջ հայրենասիրություն կա, ազգի հանդեպ պատասխանատվություն կա, մյուսի մեջ չկա։ Հիմա մենք ընտրել ենք այս նրանց ովքեր չունեն, այդ պատասխանատվությունը չունեն, սրանք մորտապաշտ գոյանքներ են, որոնք եկել են մի նպատակով հարստահարել մեզ մեր երկիրը եւ էս եղած է քամել, էս խոցված մարմինը հոշոտել վերջապես, որտեղ հասկանում են իրենց պարագայում Հայաստանը չի լինելու։ Այդ որ չի լինելու, կային էս եղած բարիկներն էլ տանենք, այս ժողովուրդն թող եթե թոշակառուներին արդեն խորհուրդ տվել է, գնացեք ձեր տեղերը փորեք, մտեք հողի տակը, այն մնացածն էլ ովքեր կարող են թռնեն, մռնեն, արդեն մոլորակ, ձեր առողջապահական հարցերի մասին է մտածում, դե մոտավորապես որ քանի որ դուք դեբիլ եք, չեք կարող այդ 10,000 տնօրինել, սոված մնացեք, մեռեք, այսինքն հաց մի կերեք, որ մեռնելու կլնեք գաք հիվանդանոց, մի հատ դեղ կտանք ձեզ։ Դե այդ ընթացքում հույս ունեն կմահանան, էլի երևի։ Դե եթե չմահանա, գաք հասնեք այն առողջապահության նախարարությունը, ես չգիտեմ, ասեք, այսպես կարելի է ձեր կառնել թոշակը։ Ծերերին ինչի պետք է չզոհի, եթե են հզոր։ Ինչը։ Հա, եթե հասնես էլ հիվանդանոց, դա էլ փողով է։ Հիմա դու սոված մեռի, ոչինչ, եթե հանկարծ Աստված քեզ պահպանի դու չմահանաս, կգաս կհասնես ընդեղ, այս դեղն էլ որ քեզ պետք է տամ, այս առողջապահության նախարարն ասում թոշակառուին, այդ էլ պետք է փող տաս որ քեզ տամ։ Հա, բայց նաև դու ճիշտ եք ասում։ Միջև էդ էլ դե դուք ձեր ճարը տեսեք, քանի ուժ ունեք, ոնց ասեցիք, գնա փոսդ փորի։ Դե դա որովհետև դու հաց պետք է, եթե հաց չի ուտելու թոշակառն, այդ ուժներ չի ունենա եւ ընդհանրապես առհամարված են մնում եւ հիմա որևէ հնարավորություն չի տալիս որ մարդիկ իրենց բարեկեցությունը ստեղծեն, ամեն ինչ անում են որպեսզի ժողովուրդը թողնի հեռանա երկրից։ Ինչպես է Սրբուի Գալյանը հեգնում թոշակառուներին, եկեք մի դրամով աշխատենք, այսեն գլամուրն է, էլի սուտ իրանք տենց հեվոցով են խոսում, մեր աշխատավարձերը բաժանենք թոշակ։ Այսինքն դες բան հեգնում է, էլի մենք մի դրամով, չէ, այան դաստիրակ, չէ, գնա մի քանի միլիարդներ են բաժանում։ Ինքը լավ էլ դաստիրակված է, ինքը հուշում է, ասում է մենք ձեզ չենք, մենք դուք մեր ազգը չեք, դուք մեր ժողովուրդը չեք։ Բա իրան շեֆը մեծն պատմում է 600,000 խաբեությամբ եկել են, հիմա այդ նույն Սրբուի Գայլանը հասկանում է, որ եթե մի ժողովուրդ ԿՊ-ին ընտրել է իշխանություն, այդ ժողովուրդը ապրելու իրավունք չունի։ Եվ հիմա, հա, իհարկե, եւ հիմա անկեղծորեն ասում է, արա բա ինչ պետք է անեմ, բայց պետք է միլիոններ ստանամ, դուք պետք է կոպեկ էլ չստանաք։ Եվ հիմա իսկապես էլ միլիոնավոր դոլարներ արևմուտքը տվել է, վեկալեք էս էլ խափեք ձեր ազգին, էսի փողին կրված ժողովուրդ են։ Այս պահական։ Գլամուրն է, իրան միլիարդներ ապեք։ Կոպեկները տվեք, խափեք, նորից վերընտրվեք, որսի այն ծրագիրն էլ իրականացնեք։ Հիմա տեսնում են, որ ԿՊ-ն չունի, այդ ժողովուրդը թիկունքին կանգնած չի։ Բա որը տենց է, բա որ այս ինչի հաշվին են մնում։ Հա, դրսի ուժերի, այսինքն սրանց տերը դուրսն է, այսինքն սրանք մեր չկամոցողները, դավաճանները, Ալիև, Էրդողան, եւ պլյուս արևմուտքին նրանք, ովքեր իրենց համար Հայաստանը եղած, չեղած, հայկականությունը չկա, մշակույթ բան, հասկանում եք, այսօրվա Եվրոպան էլ են, Եվրոպան չի, եւ եթե չկարողանա ինքնամաքրվել, նա էլ է ոչնչանալու։ Եվ այդ գլոբալիստ կոչվածները, ովքեր ազգային մշակույթներն են ջնջում եւ դրա թշնամիներն են, ի վերջո դրանք այսօր ցնծության մեջ են։ Հասկանում եք, ես ափսոսում եմ, որ մենք չկարողացանք այս տևական ընթացքի մեջ ոչ թե գալ հասնել, սпасել, որ ընտրությունով պիտի խնդիր լուծեն, ոչ, այստեղ էս Պաուլ Հայրիկյանի խոսքն եմ ուզում մեջ բերել, որ ասում է դուք սրանց իշխանության օրոք արդար ընտրության եք սպասում։ Այս պայմաններում դուք մտածում եք, որ պիտի արդար ընտրություն լինի, իհարկե չի լինելու։ Եւ այո, նա էլ ճիշտ խոսք է ասում, որ այդ ընդվզումը պիտի լիներ, մարդը իր իրավունքները պիտի պաշտպանի։ Բայց ով ասում ընդվզենք տանում կոլոնավոր։ Դե էդ էլ է ճիշտ, բայց եթե ընդհանուր ալիքը բարձրանա, այլևս հնարավոր չի լինի եւ սրանք չեն հասցնի Պարոն Խաչիկյան, ձեր հան Իսրան Մարիամ, փաստորեն ձեր փաստորեն պարոն Մանուկյան, ձեր կարծիքով էլ, այսինքն իրենք էլ բացարձակ այդ որ ինքը մեծ էր փրթում Նիկոլը 600,000 ձայն եմ ստացել, դե վստահ որ 500,000 կես միլիոն ձայն ստացել է թոշակառներից, էլ բացարձակ իրեն պետք չէ, բա կարողացի, բա կարողա ձեզ պետք է փող տանք ապրենք, բա կարողա ձեր թոշակը պետք է բարձրացնենք, բա կարողա իմիջիալոց իր հետ մրցման մեջ են հիմա մտնելու մարդիկ, օրինակ երկրորդ նախագահը, որ
5 անգամ թոշակա բարձրացրել, 5 անգամ։ Հիմա իր հետ պայքարի մեջ է մտնելու մի մարդ, ասենք որ 1 միլիարդի մենակ բարեգործություն է արել, ասենք պարզա չէ, այդ բարեգործություն անող մարդը մտածելու է թոշակառուների մասին, թե ոչ։ Օրինակ, որ գա Սամվել Կարապետյանը, կրկնապատկելու է, թե ոչ։ Մարդը մտել իր մեջ, ասենք մտնելու է պայքարին, դե գործարարներ կան, բաներ կան, ոչ չգիտեմ 10,000, 20,000 աշխատատեղ են ստեղծել։ Աշխատատեղ ստեղծած մարդու համար թոշակը կրկնապատկելը խնդիր է լինելու, չի լինելու, չէ։ Հիմա էլի պիտի թոշակառուն կողնորոշվի, մեկը քեզ սով է մատնել, ոնց որ արդեն դասական բան դարձավ, Խաչիկ Մանուկյանն ասել, այդ բանը անում, ասում է, լսի, ես մի դրամն էլ էսել եմ քեզ շատ։ Ուժ ունես գնա փոսդ փորի։ Վերջ։ Վերջացավ։ Այդ ուժն էլ հետո կգրանա։ Որտեղ դեղը տելա փողով։ Նայ, եթե չմեռար հանկարծ, չմահացար, եկար հասար այդ դրան հիվանդանոցի դուռը, որ առողջապական բան նշտարներով կսպանենք։ Քեզ այդ դեղ, այդ դեղն էլ չենք տա, դե դեղն էլ դի։ Դու փող տաս, այդ դեղի փողն էլ չկա, որտեղ դու այն բանը քո հացին հասել։ Խաչիկ Գալստյանը կալանավայրից հայտարարեց, որ ԿՊ-ի արժեքները, ասած սրանք փառաբանում են ստամոքսը, ուրեմն փառաբանում են պանթուրքիզմը եւ սրանց համար գոյություն ունեն այդ կարգի, ուրեմն արժեքներ եւ մենք եթե սրանց հետ փորձում ենք ինչ-որ բան շահ գտնել համադրել անհնար է լինելու որտեղ մենք դրա հակառակն ենք եւ մենք եկել ենք այո գաղափարներ ենք առաջ բերում ես հիմա շատ ուրախ եմ որ այ անունը տվեցիք ես այդ խմբի հետ որ հիմա շփվում եմ երիտասարդ խելացի գիտնական մարդիկ են որոնք ամեն ինչ անում են Հայաստանում մի հայրենիք կուսակցության անդամները մի երկ գտնեն մի հաջող վիճակ եւ իրենք էլ պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ այն ուժի հետ որը այո հայկական արժեհամակարգի կրողն է եւ բազմիմ անգամ Արթուր Վանեցյանի խոսքին հետեւել եմ եւ տեսել եմ մարդը ասում է մենք պետք է եւ անվտանգությունը ապահովենք մեր երկրի մենք ինքնիշխան երկրի եւ նաեւ ասում է այո բարեկեցիկ կյանքով պետք է ապահովենք մեր երկրում ապրողը պետք է բարեկեցիկ եւ դրա նախադրյալներն է ասում եւ հիմա գիտեք բաներ են թափարում ասում են տեսեք ծառայությունը այսպես կրճատում եք սրանք ամեն ինչ անում են իրենց ուրեմն ձայնը շահելու համար ավելի առողջ մտքեր ես հիմա տենում եմ հայրենիք կուսակցության մոտ կգա օրը կբացահայտեն կտեսնեն ես հիմա վերջերս տեսնում եմ համացանցում եւ ընդհանրապես տարածվել էր Սամվել Կարապետյանի որդու արտահայտությունը ով ասել էր սեքսի նախարարություն ստեղծել եւ մյուսներից ուրեմն նախ ես ուզում եմ ասել Կարապետյանի որդուն որ միակ նախարարությունը որ այդ երկրում գործում է սեքսի նախարարությունն է որ այդ ամբողջ ԿՊ-ականները դրա շղարշի տակ են սրանց բոլորի գլուխները սեռասավանների մեջ է խոտած մտնում են հետո հանում են ասում են ես ինչ երեխա ունի սրանք այդ սեռասավանների մեջ են հայտնված եւ այո դա կազմում է բան խանգարվածների շեղվածների այլասերվածների հիմա պարտավոր չէ այդ տղան պարտավոր չէ մանրամասներ դրանք ուղղություններն են ուզում է կարգի բերել էլի ասում այլասերվածների կլինի սեքսի խանգարվածների վարչություն կլինի մյուս վարչություն այսօր դա է գործում թեպետ ասենք իրանք ինչ որ կառավարական տարբեր շղարշների տակ են թաքնված բայց դրանց բոլորի մեջ դա է եւ իրար դիմացել եթե կոմպրոմատներ ունեն դա կապված է էլի սեքսի հետ այսի սրա հետա շփվել են իրա հետա այսինքն են բնական ընթացքը որ մարդիկ իրար գուրգուրել են չգիտեմ ինչ սրանք եթե չեն բռնաբարել իրար ուրեմն սա նորմալ արա ինչը գլուխներդ խոտել տենակովումա եթե դուք այտենց անկարողների բանալ եք ամուլներ եք բոլոր իմաստներով արա թողեք այս ազգը շնչի ապրի ինչ է ուզում արա դեբիլներ մասին որ դուք Խաչիկ խոսեցիք որ sense խանգարված էսես այնց հետ սովորաբար այդ ուղղությամբ են գնում եւ ապրում բռնաբարվածների հետևանքները նորմալ բանը սիրուց ծնված մարդիկ ես չեմ կարծում այդպիսի ագրեսիա եւ հոգեխանգարում ունենան ինչպես դուք եք ասում գնան սավանների մեջ գլուխները խոթեն ես չեմ հիշում նման բան եւ որը այդպիսի խելագարված այլաբան դեպիլ են ասում են գիտեք դրանք մարդկային արդեն ընթացնել են շեղում աստվածայիննել են շեղում ամեն ինչ են շեղում չունեն այո սատանիստներ են եւ այդ սատանայությամբ էլ գնում են առաջ եւ մի բան որ հիմա հերթական խաբեության ալիքն է գալու պատերազմ թե խաղաղություն այսինքն մեր առաջ դնում են դա աշխատում է Խաչիկ ես հիմա որտե չի ստապել որ այս մարդը 4 պատերազմ է բերել տեսեք Նիկոլը 4 պատերազմ է շատ արագ դա մոռանում են շատ արագ եւ մտածում են այն որ 15 հոգի այրվեց եւ սա գնացել էր իր
ինչա հայրենի աշխարհում քեֆեր էր անում, ուրախություններ էր անում, նա ցնծում է, նա վամպիր է, նրանք բոլորը վամպիրներ են։ Բայց ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև այն գոյանքները, որոնք բերում են այդ խաբեությունը, պատերազմ թե խաղաղություն, նախ դա այդպես չպիտի լինի։ Խաղաղություն թե կապիկություն։ Սա պիտի գործի, որովհետև իսկապես կա խաղաղություն բերողներ, ես դրանց տեսնում եմ այն հզորները, որոնք տևականորեն մեր երկրին խաղաղություն են բերել եւ տեսնում եմ կապիկություն անողներ։ Սրանք որ sense ինչ որ մատերով պահում են, մի մասը սեռական օրգաններ է ցույց տալի, մի մասը արա գոնե արա կանչան Նիկոլ, այդ քո փնտիներին, ասարա սիրտը դա ինչ չեն անում։ Մի մասը բերել է, չգիտեմ, իր տեսած չտեսած սեռական օրգան է ցույց տալի կանացի, ամոթ է, արա, ամոթ է, ուղղակի ամոթ է։ Գոնե սրտի կսովորացրա նորմալ, ասա արա, հերիկա այդ բաները ցույց տակ, ամոթույքները։ Եկեք ձեզ ցույց տամ այդ ոնց ալում կամ այդ կապիկությունը իրար արեք, իրար ցույց տվեք, լավ են, չէ, հարիվ ծրես, հարիվ հայ ժողովրդին եւ սրանց եղած թալանում ենք, մսխում ենք, փսխում ենք, հետնել ասում ենք այս ընտրությունները հետո մեր ձեն չտա, պատերազմ անելու։ Արա դուք իհարկե կպատերազմեք։ Դուք այդ վերջի հնարավորությունն էլ կօգտագործեք, մեր վրա զորք բերեք, ձեր ախպեր Ալիևին ասեք։ Այ հիմիկվանից արդեն Թուրքիան ասում է, սրանց ենք պաշտպանելու, արա, սրանք են մեր կուրսը առաջ տանողները։ Դե ինչ ասեմ, եթե մենք ստենց կորցրել ենք մեր այդ շարավիղը, այն ուժը, որը մենք ժառանգել ենք եւ չենք ուզում առնչվել, չենք ուզում տեսնել, զգալ, հավատալ, դե ուրեմն իսկապես էլ վերջացել են։ Եվ հիմա շնորհակալություններ եմ լսում նաև վարչապետի նղված Նիկոլի նղված շնորհակալություններ մարդիկ ովքեր ասում են դու հնարավորություն տվեցիր մեր շուրջ եղած դավաճաններին ճանաչենք մեր շուրջ եղած սրիկայա խմբին ճանաչել ովքեր մագնիսի պես այսպես եկան ձգվեցին եկան քո կողմը եւ հիմա մենք եթե պիտի տարիներով ապրեինք ու չիմանայինք որ դավաճանների հետ ենք ապրում հիմա դու միանգամից ցույց տվեցիր ահա տեսեք ովքեր են դրանք եւ ինքդ էլ վստահ եմ գիտես որ եկեղեցու դեմ արշավի ընթացքում ովքեր միացան քեզ քո ներսում քո հոգու խորքում վստահ ես որ արասմսս կան դավաճան ու դասալիկ կլնեն էս էլ հոգևոր աշխարհում հասկանում ես մենք այս բոլորի ականատեսն ենք եւ ես շատ ուրախ եմ որ մեր եկեղեցականները ամուր են կանգնած հայոց վեհապարը ամուր է կանգնած եւ այո եկեղեցին որը հիմա փորձությունների է ենթարկվում մենք թույլ չենք տալու որ այստեղ իշխողը լինի Փաշազադեն մենք թույլ չենք տալու որ նա կտցնում է սրա գլխին արասմս ոնց որ կաթողիկոսը տավել բաներ հա ասում ցեղասպանություն, չգիտեմ Արցախի հայաթափում, եւ նույն Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մյուս Սրբազանները, եւ ես ասել եմ, այս ամեն ինչի հիմքը եղավ են, որ մենք թույլ տվեցինք Սրբազան կալանավորվի հայոց հողի վրա։ Սա չեն մարսելու, այս պահին մենք չենք մարսում, հետո իրանք էլ չեն մարսելու։ Ես հույս ունեմ սիրելի հայրենակիցներ, որ առողջ միտքը ի վերջո գործելու է, գիտեք, մենք իրավունք, պարզապես իրավունք չունենք չփոխանցել Հայաստան աշխարհը իր էությամբ անգամ սահմանները սրանք չեն կարում սահմաններով չեմ կարում ասեմ բայց էությամբ հայկական արժե համակարգով իր վեհությամբ թռիչքներով պատմությամբ եթե մենք նայենք ընդամենը այն տարածքը որ կա մի բուռ հող է էլի Այս լերու ձորով իր խոյանքներով մի քիչ կարողանում ենք չէ մեր մեջ ցույց տալ որ գիտեք սա գալիս է իր հազարավոր տարիների պատմությամբ իր դարերի պատմությամբ իր չքնաղ պատմությամբ ապրեցնող պատմությամբ եւ վերել միջև մեր օրերը եւ մեր եկեղեցին որը կարողացել է Աստծո շունչը փոխանցել մեզ հիմա սրիկայա խումբը սատանիստները ամեն ինչ անում են արշավին եւ ես տեսնում եմ մարդիկ դավաճաններ որոնք հեշտությամբ կանգնում են դրանց կողքին Գիտեք զարմանք եմ ապրում օրինակ սրբազանների պահով գիտեմ որ իհարկե ճնշումներ են եղել ես ուզում եմ հիմա օրինակ Նավասար Կճոյանին որ այդքան հարձակումներ են անում մի բան ասեմ Նավասար Կճոյանը հրապարակում էր աշխարհի հայ նկարիչների հետ միասին հատորներ Մեսրոպ Մաշտոցի Տիգրան Մեծի մեր անկախության եւ այսպես Անդրանիկի Երևելիների հատորներ եւ այդ հատորները շատ ծախսատար հատորներ էին որովհետեւ ընդգրկում էին նկարներ եւ այդ ցուցահանդեսներ ես ինքս եղել եմ եւ սրբազանի տեսել եմ ես հիմա մտածում եմ որ նման սրբազանները ովքեր չգիտեմ ինչ պատճառներով հայտնվել են այդտեղ պիտի անպայման վերլուծություններ անեն չեմ ասում գնան թքեն բայց մենք ունենք չէ որ եթե կոմպրոմատներ են բերել ինչ են արել բա մենք
Մենք կողք այդպես 4 սրբազաններ ունենք, հարյուրավոր քահանաներ ունենք, որ չգնացին, չէ, 1000 ու մի բան իրենց գլխին արեցին, համաձայն եմ, ճաշումներով էլ կբավոս դիմացան, Բագրատ սրբազանից լավն է, հա, Միքայել իհարկե այդպես չեմ դիտում, ոչ, դրա համար դա բան չի, արդարացում չէ, որ կոմպրոմատները Բագրատ եւ Միքայել սրբազանները ասեմ այսօր իրենց վրա վեկալել են իրենց ժողովրդի ամբողջ մեղքի բաժինը։ Այսօր այս սրբազանները ամեն օր խաչվում են։ Այսօր այս սրբազանները ցույց են տալիս, որ իրենք Հիսուսի իրական հետևորդներ են եւ իրանք կարողանում են այսօր ամեն ինչ անել, որպեսզի դրսում լսելի լինի ձայնը։ Եվ ես տեսա, որ այդ եկեղեցական կառույցի ղեկավարներից մեկը հանդիպել էր Բագրատ սրբազանին եւ հնչեցրեց իր նամակը եւ իրեն եւ ուրեմն այս Միացյալ Նահանգների փոխնախագահին, որը Բագրատ սրբազանը անգլերով ԵԽԽՎ-ին ինչ պետք էր ասեց, դատի ժամանակ եւ ես տեսնում եմ, որ այո, մեր սրբազանները ամեն ինչ անում են, որպեսզի հայկականությունը մնա, Հայաստանը մնա եւ հայը մնա։ Եվ ես հիշում եմ այն օրերին, երբ սրբազանը այդ արշավը կազմակերպել էր, նա ոչ թե իշխանափոխության խորհուրդ էր կրում, դա ազգին արթնացնելու խորհուրդն էր։ Նա տեսնում էր ինչ թմբիրի մեջ է հայ ժողովուրդը, նա տեսնում էր, որ մենք օտարվել ենք մեր արժեքներից եւ բարոյականությունն է ջնջխվել մեր մեջ եւ հիմա ամեն ինչ անում էր, որ հասկանան, որ իհարկե մենք պարտավոր ենք իրական ձևով փոխանցել եւ մշտապես բոլորին հանգստության, այլ քայլերի չգնալու, չէ, այդ ժամանակ երբ որ 50-60 հազար մարդ հավաքվել էր, շատերն էին ասում, չէ, որ հիմա պիտի գնալ եւ ավարտել ինքը չէ, հանգստության բան կոչել էր։ Գիտես, Արգելի Անժելա, այս բարոյական արժեքների մասին խոսեցի, հուշեցի, դպրոցականների հետ հանդիպումներ հաճախ եմ ունենում եւ միշտ հարց եմ տալիս, մի հարուստ հայ անուն տվեք, երեխաները մոլորվում են, ուսուցիչները նույնպես։ Մտածում են, այս մարդը եկել է, գրող մարդ է, հիմա եկել է, ինչ է ասում, ասում է, ուրեմն, այսինքն միանգամից իրենց մոտ գալիս է նյութական զգացով։ Մի դպրոց ընդամենը եղել, որ մի երեխա հելավ ասաց Հովհաննես Թումանյան, հա ջան։ Ջկաղա Քրքրքյանի անունն է դա։ Չէ, հելավ ասաց Հովհաննես Թումանյան, չէ, բայց նույն Քրքորյանը ասում էր գումարի չափը հարստության նշան չի։ Հարստությունը այն է, երբ այն վերածում ես հոգևոր արժեքի։ Դա ասում է ձեր ասած Քրքորյանը, մեծագույն ուրեմն գումարներ, հա, բարերարը եւ աշխարհի մեծահարուստներից մեկը, սա ինչ եմ ասում, հարստության ընկալումը մարդկանց մոտ փոխվել է, իմ սերունդի մոտ այդպես չէր։ Ես էլ հարստություն, որ ասում էին կամ հարուստ հայ, ինձ համար այն հայերն էին, ովքեր դարերով գալիս էին մեր կողքն էին եւ միայն գրական ոլորտում, մշակութային ոլորտում, չէ, թեպետ ակնհայտը իրենք են։ Չէ, ասենք հիմա այս միշտ Քոչարի օրինակը բերում եմ, որովհետեւ դա առարկայական օրինակ է, չէ, իր ասպետները ձիերին բազմած եւ դրանք աշխարհի նժույգների հետ կարող են համահավասար քայլել, վարկել։ Ինչ եմ սա վերում եւ ասում եմ, դա եւ իր սերունդն է վայելել, եւ իմ սերունդը, եւ ձեր սերունդը, եւ եկող սերունդը նույնպես։ Այսինքն այն ինչ հարստություն է, որ չի սպառվում։ Եվ սա է, այո, դա է պահողը եւ ես հողել, որ ասում ենք, այս հողը, որ հարստությունը ինչով է հարստություն, որտեղ դրա վրա է արարչականությունը կատարվում, հայի արարչականությունը այստեղ է կատարվում, այստեղ է աշխարհին հղվում, եւ մենք պիտի կարողանանք այո այդ արժեքները վերանել, պահել, ես հույսով եմ, որ այս ընտրությունները ճիշտ կօգտագործեն, թեպետ շատ կուզեի, որ օր առաջ անեն։ Եվ նաև միավորվեին, որտեղ եւ վերջին հարցը, ես քանի օր այս հարցը տալիս եմ, ասում եմ, որ այս ներքին քննարկման ժամանակ երկու բան կա, որ իրենք հասկանում են շատ վտանգավոր է եւ պիտի դրա դեմ պայքարել։ Առաջինը, դե հիմա գիտեք, լոզունգները առաջ եկել է Նիկոլի Թալանը բացահայտելու ժամանակը եւ երկրորդը եկել է Նիկոլի ավերած փողոցների փոսերը հաշվելու ժամանակը, որտեղ իրենք 8 տարի շարունակ գտալով կերակրել են ասֆալտը ժողովրդին, բայց մեկ էլ տեսնում եք ասֆալտն անում են 3 տարի հետո չեն հասցնում այդ փոսերը լցնել այդ ավերածությունները։ Մեկը սրանից է Թալանից է ինքը շատ վախենում եւ որքան էլ զարման որ շատ խոսեն այդ Թալանը իրական բացահայտեն եւ մյուս հարցը, որ իրեն շատ է մտահոգում զարմանալիորեն ասում են թուրք, որ դուք թուրք եք, թրկացում դրանից են իրենք անում։ Ինչու ձեր կարծիքով, որտեղ այս մարդը ասում էր ես ված չեմ զգում, որ թուրք են ասում, բայց այնուամենայնիվ այս երկու բանը ասում են իրեն շատ անհանգստացնում է այս նախընտրական փուլում։ Մեկը թուրք բառից, որ դուք թուրք եք եւ բերում եք թուրքական իշխանություն եւ հայ ժողովրդին տանում եք նոր ցեղասպանության, եւ երկրորդ, որ դուք մեծագույն թալանչիներ եք բոլոր իմաստներով։ Գան վերջի մասից թուրք են ասում, դա շատ բնական է, որովհետեւ թուրքական շահերը ստեղ սպասարկում
պաշտարկում եւ ինքը հետամուտ է այդ շահերի իրականացմանը։ Բայց ես չեմ բանում, որ ինձ թուրք եք ասում։ Դե չի վիրավորում, որտեղ ինքը իրոք թուրք է եւ թուրքի շահերն է սպասարկում, կամ եթե թուրքի Ենիչերի է ավելի վատ, որտեղ Ենիչերիները ավելի կատաղի էին հայերի դեմ կռվում, կոտորում, այդ կոտորածներին ցեղասպանության օրերի մասնակցում, բայց կներկու դեպքում էլ ինքը տենց չի, որ թշնամի չի կամ ասենք դավաճան չի, երկու դեպքում էլ նույնն է եւ հետո իր բերանով ինքը իր դավաճանությանը առնչվող ամեն ինչ խոստովանել է եւ հիմա չգիտեմ դեղերի ազդեցության տակ թե հակառակը դեղերը չօգտագործած պահով է դրանք ասել է։ Հիմա այդ ցուցմունքների կարիք էլ չկա։ Այս մարդը ընդամենը ձայնագրությունները կան, կարող եք դնել, լսել, ես գոնե տևականորեն սպասում էի, որ սա հայտարարություն կանի, այդ ինչ դավաճանություն է, որտեղ իր բերանով լսում էի, որ պատերազմում դավաճանություն է եղել, հետո չլսեցի դավաճանությունների մասին, հասկացա, որ հենց դավաճանը ինքն է, որովհետև եթե այս 5 տարուց ավել է արդեն չկան անուններ, ուրեմն կա դավաճան համար 1, ով որ ասում էր Գերագույն գլխավոր հրամանատարն եմ, եւ մենք էլ այո, իր դեմքով ունենք հենց դավաճանին։ Ինչ վերաբերում է կներեք, առաջի հատվածը այս պայն մոռացա, այդ թուրքը Թալանը հարգելի Անժելա, ասեմ, ես հասկանում եմ, որ դա մեր տնտեսությանը հարված է։ Երևան Բոզոյանը թիվ ներկացեց, ուրեմն պատկերացրեք, որ ինչքան քրեական գործեր կան Հայաստանում նախկին իշխանությունների հետ կապված, եւ եթե մի շարք բան կալանքներ է դրված միջոցների վրա, բանկային հաշիվների վրա, տների վրա եւ իրենց գործերը, ուրեմն եթե այդ ամբողջը իմիջիալոց հələ դեռ այդ ոչ մի բան ապացուցված չի, ընդհանրապես այդ process-ները գնում են, այդ ամբողջ գումարը, որ միացնեն, 1 միլիարդ չի կազմում, որ իբրև թե հետ վերադարձնեն, ուրեմն միայն իր օլիգարխի մի տարվա շրջանառությունը 1.5 տանում է միլիարդ։ Դուք իրանց Թալանը պատկերացնում եք։ Իհարկե պատկերացնում եմ։ Բայց եթե Թալան չլինի, այս միլիարդների պարկը։ Իրանց մի հատ այդ Թալանը նայեք, ասենք իրանց այդ բուկմեկերներ, Վիվարոյի տերեր, Նորաթուխ ինչ որ Նարեկ Նալբանդյան, Նարեկ, հա։ Նա այն է որ դատի է ինձ տվել որ ասում է Անայի Սրտի օլիգարխն է, բա որ Անայի Սրտի կամ Նիկոլի Սրտի օլիգարխը չնես, այդ ոնց եղավ մի հատ հասարակ սովորական քնիչից այսօր դարձել ես միլիոնատեր, միլիարդեր, այսօր ես դղյակն աշխատում այսօր չգիտեմ ինչն է գնում ինչա։ Կարող է սխալ ընտրել դրա համար, կարող է Սրտի օլիգարխը չի, կարող է ուրիշ չգիտեմ ինչի օլիգարխն է, բայց այսօր քանի որ Նիկոլն ասում է առանց իրա ոչ մի բան չի կա, դե մարդ եմ ասի որ ասում է իմ ասածը չանի կամ չլսի, հիմա դուք այդպես մի գործարար պատկերացնում եք կամ մի հատ նորաթուխ միլիարդեր պատկերացնեք, որ Նիկոլի գլխի վրա այս թռնի։ Հնարավոր բան է դա։ Դե հիմա այս բանը տանում ենք որ չէ եւ այդ ընդհանուր Թալանը այո կայանում, բայց ես պիտի ձեզ ասեմ, ինչքան էլ որ մեր տնտեսությանը հարված է, ինչքան էլ որ ես տեսնում եմ բարեկեցությունը չի կայանում սրանց Թալանի պատճառով նաեւ, բայց ինձ համար առաջնայինը դա չի, ես տեսնում եմ շատ ավելի մեծ հանցանք, որը գործել է այս դավաճանախումբը, այս քպեական պարագլուխները, սրանք մեր զավակների արյունն են խմել եւ սրանք պարտավոր են դրա հատուցումը տալ եւ մենք դա ստանալու ենք եւ ես Էլի եմ ասում, մարդու երևակայությունը չի կարող սահմանալ այն պատիժը 1, 2, 3, 4 հələ հաշվեք, այդ հազարներին հասեք, մարդը մի մարդ է սպանում, սա խառնվում են իրար հայությունով, վայ, տեսակ, փողոցում սպանեց, արա տարել է հազարների արյունը խմել էս վամպիրը, հազարների, եւ այո, ես որ ասում էի մեզ էլ հետն է սպանել, չէ, մեզ չի սպանել, մենք ավելի վատ դրության մեջ ենք հայտնվել եւ մեզանից եւ մեր տոները խլեց եւ մեր ուրախությունները խլեց եւ արա այդ քո չընտրլո նվագախմբով չես կարա քո այդ հնչյունների տակ մեր ողբը մեր ցավը խլացնես մենք մեր հոգու պայծառությունը բերելու ենք հաղթանակներով բերելու ենք մեր հողերի վրա տարածքների վրա կանգնման բերելու ենք հայկական արժեհամակարգը վերանելով բերելու ենք ԿՊ պարագլուխներին դավաճանախմբին հայոց արտարադատության դեմ կանգնեցնելով ես ամեն ինչ անելու եմ իմ հայրենակիցների հետ, ովքեր շարունակում են հայ մնալ, ովքեր հասկանում են, որ իրենք ժառանգն են այն մարդկանց, ովքեր հայրենիք են նվիրել, կտակել, եւ հիմա մենք այդ հայրենիքը օտարում ենք, որովհետեւ հեշտ ու հանգիստ տեսնում ենք, որ սրանք գալիս են ազգային արժեքները ինչա, տեսեք արդեն ցինիկաբար ասում են, հələ դե բանկերը չեն վաճառի, դե լա դրա բախտը չի, այ հուսանք հələ չի գա հենց այր վիճակը, որ բանկերն էլ վաճառենք, ասվում է չի արդեն, եւ ովքեր են սրանք ասողները հայրենիքի, Հայաստանի, հայ ժողովրդի դավաճանները։ Եվ սրանք հեշտությամբ են հնչեցնում, որտեղ անսուրբ գոյանքներ են։
որևէ սրբություն չունեն։ Ես գիտեք, գուցե հնարավոր էր, որ այսքան պայքարելից հետո հասկանայի, որ արա դե ժողովուրդ դա չի ուզում է վերջանայի, դա թե թողենք հանգիստ հոգնած ազգ է, էլի հազարավոր տարիներ ապրել, հա, բայց ես չեմ կարող, գիտեք ինչի, որտեվ իմ ջահել տղեն, ուժեղ, հզոր տղեն, եթե գնաց, պայքարեց եւ կանգնեց եւ մտածածին կերպով տևականորեն իր հայրենիքի համար, իր ազգի համար այդ պայքարը մղել է, ես լռելու իրավունք չունեմ, ես իմ որդու առաջ սրիկա չեմ դառնա, առաջի հերթին։ Եվ սա է, որ ես բոլոր այն շան որդիներին, որոնց թվում է պլստալու են, այս իրացած մուկ ու ձուկը չի, որ կատիկություններ էին անում, ասֆալտի վրա են փռում, ես ասել եմ, ասֆալտի վրա չենք փռելու, ձեզ փռելու ենք ասֆալտի տակ, եւ գալու է օրը եւ դուք պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար։ Շնորհակալություն եւ մի բան էլ էի ուզում փոխանցել մեր հայրենակիցներ, գիտեք, շատ լավ էր, շատ ուրախալի էր, որ մեր 4 հայրենակիցները հնարավորություն ունենալցան վերադառնալ գերությունից երկարատև 5 տարի, 3 տարի գերությունից հետո Բաքվի բանտից վերադարձեցին, իհարկե մենք գիտենք, որ այդ ամեն ինչը կազմակերպել էր Թուրքիան, որովհետև Թուրքիան շահագրգռված էր, այնուամենայնիվ վախ ունի, որ կարող է Հայաստանում ընտրություններ լինեն եւ ընտրություններով ազգային ուժերը գան եւ այստեղ Հայաստանում էին գտնվում 2 ահաբեկիչ մարդասպաններ։ Հենց այդ ահաբեկիչները ստանալու համար էր այո, միայն դրա համար, հա, այդ արեցին, բայց այնուամենայնիվ շատ ուրախ ենք, որովհետև չգիտեմ, երևի մարդկան երևակայությունի զորու չէ պատկերացնել, թե առհասարակ ինչ են տեղի ունենում Բաքվի եւ Ադրբեջանի բանտերում, ինչ խոշտանգումների են հայ ազգին նվաստացնում են։ Առհասարակ անհատապես էլ թե ինչ են անում եւ միայն այն, որ պատմում են, թե այնտեղ ինչ է տեղի, կան մարդիկ, չէ, որ խոսել են եւ պատմում են։ Մեկը Նայարան իրենց հետ շատ ակտիվ շփվում էր, ասում է, երբ որ գիշերը ուշ ժամի գալիս են ժամը 3-ին կամ 4-ին ձայն են տալիս, որ ասում է մեկ սպասում կա, էլի որ հնարավոր է, որ մեզ ազատ են արձակում եւ տանում են սառը ջուր են լցնում, զվարճանում են եւ հետ են ուղարկում եւ ասում է նրանցից մեկն ասում էր մենք ամեն օր պարկելուց առաջ աղոթում էինք, որ այս անգամ որ տանեն, որ մեզ սպանեն, որ մենք այս խոշտանգումներից եւ այս դաժան բաներից ազատագրվենք։ Մենք չպիտի մոռանանք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, որ մեր հայրենակիցները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտում եւ դրա մեղավոր տականք սրիկա հուդա ձեռքը շարունակում է սեղմել դահիճ դաժան մարդակեր Ալիևի ձեռքը եւ մյուս սրիկա տականքը շարունակում է խոնարհաբար շնորհակալություն հայտնել Ալիևին, խոսքը նախագահի մասին է։ Սա ի դեպի կարգով, բայց գիտեք, որ վերադարձան եւ մեր Վիգենը, մեր հայրենակից լիբանանահայ այս տարիների 5 տարիների ընթացքում անդադ ընտանիքը բարձրաձայնում էր դրա մասին, կինը ստիպված էր անգամ նամակ հղել Մեհրիբային անճարակությունից, անհուսությունից էլ չգիտեր ինչ անի այդպես եւ որդին էր անդադ տարբեր ատյանների դիմում էին եւ ասում էին, որ ծայրահեղ ծանր վիճակում է մենք եւ հյուծված, սպառված եւ հիվանդ։ Դուք տեսաք, որ նա քայլելու, խոսելու խնդիր ունի, դուք տեսաք, որ հատուկ բան է մեջքին դրված եւ ոսին, որտեղ չի կարողանում անգամ այդպես շարժվել եւ ինչ որ շարժումներ անել։ Դե պատկերացրեք, թե ինչ են արել Բաքվի բանտում մեր հայրենակցի հետ։ Ինչևէ, ինքը ազատության մեջ է, երբ որ այդ լուրը հայտնի դարձավ, որ իրենք վերադառնում են, կինը դիմել էր, որ եթե հնարավոր է Լիբանանում է օգնեն, որպեսզի ինքը կարողանա գա հասնի Երևան։ Հայ-Եղափոխական դաշնակցության ներկայացուցիչները այդ հարցը լուծել էին, հյուրանոցի հարցը եւ տոմսի հարցը, բայց շոու անելու հարցում որևէ մեկը չի կարող մրցել նախկին կամ ներկա ԿՊԱ-ականների հետ։ Շիշ բռնողը գնաց ծաղկեփնջով դիմավորեց, հետո ինչ որ տեղ էր հրավիրել, բայց հարկ էր համարում այդ ամեն ինչը լուսաբանել, բան, ինչ որ արել է, ընդունենք լավ է արել, եթե անգամ 5 րոպե լավ տրամադրություն է ունեցել Վիգենը եւ իր այս տառապանքների ողբերգության միջով անցած ընտանիքը, հատկապես կինը, միևնույն է, ուրախ ենք դրա համար եւ պետք չի դրան անդրադառնալ, բայց այս մեկօրյա, մեկ ժամյա բան չէր, որ պիտի արվեր։ Հիմա ես ձեզ եմ փոխանցում նրա կնոջ Վիգենի կնոջ խոսքերը, ուրեմն ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգենի կինը ահա զանգում է ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։ Ուրեմն Փաստինֆոյի հետ զրույցում Լինդան ասել է, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է, բժիշկներն ասում են կա սրտի
հանկարծակի կանգի վտանգ եւ նրան անհրաժեշտ էր սրտի վիրահատություն, բացի այդ նա լիարդի խնդիրներ ունի, լևերկոցիտների բարձր քանակություն, իրավիճակը շատ բարձր է, նրա փոխանցմամբ նաեւ ես խնդրում եմ ուշադրություն նախ պիտի այս առումով շատ ամոթ է, սա խայտարակություն է, սա ազգային խայտարակություն է, այդ թափտպուկ առողջապահության նախարարը, որ դու այնքան պարապ ես, որ գնում ես թռվռում ես ինչ-որ դիսկոներին, ինչ-որ տիկտոկներ ես նկարահանում ու տարածում, գոնե պիտի զբաղվես, դուք պատկերացնում եք, ասենք հիմա այս վիկենդը պիտի 1000 ձեռքերի մեջ լիներ, առաջին հերթին պետության ձեռքերի եւ իշխանության եւ զբաղվեին այս մարդու առողջական հարցերով, որ միայն պիտի իրենք ասեն, որ այդ առումով խնդիր չկա, որ բժիշկները եւ նախարարները հերթի են կանգնեն, մտածում են ինչպես օգնել, ինչպես աջակցել, ինչպես այս վիճակից հանել վիգենին, չէ՞, պատկերացրեք եւ այս թողել են, բացի դրանից որ առողջական խնդիրներ կա, նրա փոխանցմամբ նաեւ բնակության վայրի հետ կապված խնդիր ունի, հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա, իրավիճակը շատ վատ է, այդ տունը 1 ամսով վարձակալել ենք մի քանի ընկերներ, բայց սոցիալական օգնություն չեն ստացել, վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգիստ եմ, այս իրավիճակը Վիգենին ավելի անհանգստացում եւ դա լավ չէ նրա առողջության համար։ Բա այն որ sense մեծ փրթում ես, այ անդաստիրակ, այ չգիտեմ որտեղից փախածներ։ Մեկը հենց քիչ առաջ որ արդարադատության նախարարություն, դե եկեք 1 դրամով աշխատենք։ Բա այն որ դու ասում ես, բա իհարկե ես պիտի չգիտեմ 200,000-անոց դոլարի մասին է խոսքը, պիտի տուն ունենամ, չգիտեմ 1-ն էլ 2-ն էլ, այն որ այդ միլիոններին դուք արժանի եք, որ պիտի ստանաք։ Բա մի քիչ բարեգութ եղեք տրամադրեք, կամ չգիտեմ մսխում ամբողջ պետական բյուջեն են թոշակառուներին սովիեկ մատնել եւ այս կարգավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ բացարձակ ես ասում եմ մոլորակի վրա սենց գթությունից զուրկ անբարեգութ սենց անխիղճ անաստված անսիրտ ոնց են գտել Թշնամին ոնց է գտել էլի այս որակը այս տեսակը աշխատել են մարդիկ գտել են ես ուղղակի չգիտեմ էլի այս արհամարած ունեն այդ սովի մատնված թոշակառուներին եւ որպեսզի չշեղվեմ այս թեմայից ես շատ լավ կլինի որ հեռախոսը համարը դե հիմա մենք պիտի ընդունենք որ մեր երկիրը օկուպացված է թշնամին նստած է եւ այս մարդկանց չպիտի օգնի եւ ես կոչ եմ անում դիմում եմ խնդրում եմ ես առաջին հերթին Սամվել Կարապետյանին պարոն Վանեցյանին Գագիկ Ծառուկյանին տեր կանգնեք, ես խնդրում եմ ուղակի, այս մարդկանց տեր կանգնեք, նվիրեք իրենց երջանկության, առողջության պահեր, վայրկյաններ, ժամեր, գուցե Վիգենին տրված է 1 տարի ապրել, չգիտեմ, կես տարի, 10 տարի, 20 տարի, օգնեք, որ այս մարդը կարողանա գոնե նախ եւ առաջ ապրել եւ եթե հնարավոր է մի փոքր առողջ ապրի եւ մի փոքր այդ գոնե ինչ որ վարքյաններ նվիրեք որ այդ ինչ ասեմ այդ դժողքի միջով որ այդ մարդը անցել է կարողանա ինչ որ պահեր ու ժամեր ունենա որ միտքը ազատվի նրանից փաստորեն այս մարդը քիչ է դրա մեջ է քիչ է այսպիսի խնդիրներ ունի հիմա էլ պիտի մտածի հացը որտեղից պատկերացնում եք Ես ուղղակի խնդրում եմ ձեզ համարեք, որ շատ սխալ է, որ պետության գլխին վերընկած են այս թալանչիները, ոչ մի բան չեն անում եւ շատ սխալ է, բայց քանի որ մեկ անգամ չէ, որ ես այս մարդիկ ցույց են տվել, որ իրենք սիրտ ունեն, խիղճ ունեն, բարեգութ են եւ օգնում են, ես նորից դիմում եմ ձեզ, խնդրում եմ, որ եթե Սերգեյ Համբարձումյանին եմ խնդրում եւ դիմում։ Ես չգիտեմ ով կա, որ ես գիտեմ, որ դուք ինչեր եք արել եւ թաքուն եք արել, գաղտնի եք արել առանց հրապարակայնացնելու, առանց հանրայնացնելու, որ դուք միլիոններ ու միլիարդներ եք բաժանել, բարեգործություն եք արել, տեր կանգնեք եւ օգնեք այս ընտանիքին։ Սա եթե սա հետ կապված ինչ որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ։ Ինչ ասեմ, ես իհարկե կուզեի, որ համահայկական մոտեցում լիներ այստեղ եւ ես այդ պետության իշխանություն որ ասում եք, այդպես բաներ չկան, դրանք մեր չեն։ Ես ուղղակի մեկ անգամ ես թալանչիների ես հասկանալի է, մենք դա չկա եւ եթե մենք դա բացահայտ ճշմարտությունը չհնչեցնենք, մենք էլի մոլորության մեջ ենք։ Այդ առողջապահության նախարարը որ ասում եք, մեր հետ ինչ կապ ունի։ Գործա տվել են այնտեղ որոշակի բաներ, ես որ տեսնում եմ դեղերը այստեղ ինչ արժեն, Վրաստանում ինչ արժեն, Ռուսաստանում ինձ հասկանում եմ։ Նույն մակարդակի երկրներն է Վրաստանը, դա սիրուն անում է, հիմա դրել են ստե սիրուն իր թալանը անում, էս անում են, անում մի հատ էլ կապիկություն կանի, դա կթրվռակ ասի ջայանդա, մի հատ թրվռամ զատո միլիոններ են տանում։ Այս մարդիկ այ Խաչիկ Գալստյանը որ ասում էր, ստամոքսով են մտածում, սրանց համար ուղեղ չկա, սիրտ չկա, զգացողություն չկա, ստամոքս եւ մեկ էլ այդ ագահությունը պիտի կարողանան պարպեն
իսկ պարպելու ձևը այդ նյութականությունն է, որովհետև հոգևորը մերժացներ են։ Էն էլ ինչ կարգի մերժացներ։ Երբևէ չեմ հիշում մի դեպք, որ այսպես ամբողջ իշխանությունը հարձակվի եկեղեցու վրա, հասկանում եք սա ինչ է։ Եվ հիմա մենք այս ամեն ինչը տենում ենք, թշնամին դրսում է, դրսում չի, դրսում արդեն այս խելոքներն են։ Այդ նույն Ալիևը զարմացած է մնացել, հələ որ ինքը չի հաղթել, ես ինչ հեշտ հաղթանակ իրան նվիրեցին։ Գիտեք ինչի, քաղաքական դաշտում էր կարողացել հաջողություններ գրանցել, ի տարբերություն ըս ոհմակի, որը զբաղված էր ստով, կեղծիքով, մանիպուլացիալով, այդ ամեն ինչով էր զբաղված, բացի իրական արժեքներ վերանելով, եւ որ թրջում են ստեղ այնտեղ գալիս են, այս ինչը արա ինչ եք հաջողել դուք։ Ով չի հասկանում, որ եթե հանկարծ այս ընտրությունում էլ դուք կարողանաք խափելով այս ժողովրդին հատորները զավթել, չի լինելու բացի։ Այն ամեն ինչը ինչ խոստացել եք մեր ճշնամի երկրների ներքով սկսելու եք կատարելը։ Եվ շատ հանգիստ հիմա լսացնում եք, բա ոնց թուրքերը պետք է գան ստեղ ապրեն, արդեն լսում ենք, որ տներ կան, բնակարաններ կան, որ առել են նրանք այնքան վստահ են, որ իրենց այս ներկայացուցիչները, այս ԿՊ-ականները հաղթելու են, որովհետև մեզ արդեն զարմացած նայում են ասում են իսկապես այն հայը ուր է, այն որ մեզ հաղթում էր, այն որ մեզ կզսնում էր, այդ հայը ուր է մնացել։ Այդ հայը խապված, մոլորված, մի մասը երկրից հեռանալով բան, բայց սա հարցի լուծում չի։ Ես էլի եմ ասում, ես շատերին եմ տեսնում, որ ասում են սրանց լինելու դեպքում այլևս հեռանալու ենք, որովհետև հասկանալի է, որ Հայաստանը չի լինելու, բայց ես դա ելք չեմ համարում։ Եվ սիրելի հայրենակիցներ, մի վախեցեք հայ լինելուց։ Եկեք միասնաբար հաղթենք։ Ինչի համար վախենան հայ լինելուց։ Վախում են, որ սրանց թողել են գարնստեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։